Ամրանգիշեր, մարմանգիշեր, լուսնագանուշ կշոեր, խորոտ խորսնիկ իլիկ մաներ, ուրախ երկեր ծիծաղեր, խորոտ խորսնիկ իլիկ մաներ, ուրախ երկեր ծիծաղեր, ամրանգիշեր, մարմանգիշեր, շողներ թիկին կխաղեր, Ողջունում ենք ձեզ աշխատանքային բարերքեր ազգային հարստություն խորագիրը գրող ամփոփիչ դասի։ Այս դասը նպատակ ունի ծանոթացնել մեր հարուստ ազգային ժառանգությանը աշխատանքային բարերքերի միջոցով։ Համայնքային աշխատանքների ընթացքում երգն ու բարը թույլ են տալիս մարդկանց շահվել աշխատանքից, ստեղծել միասնություն, ոգեշնչել միավորված աշխատանքը։ Այդ բարերն ու երգերը հատուկ են իրենց տեմպերով, որոնք համապատասխանեցրել են աշխատանքային պրոցեսներին։ Այսօրվա մեր դասը նվիրված է աշխատանքային բարերին ու երգերին։ Դե զինվեք համբերությամբ ու հետևեք մեզ։ Աշխատանքը ոչ միայն նյութական հարստության աղբյուր է, այլև բարոյականության, ազգային ինքնության ու հոգևոր ուժի աղբյուր։ Իսկ դասը սկսելուց առաջ մենք եկեք պարզենք ինչ է աշխատանքը։ Աշխատանքը նշանակում է արարում և մտավոր մասնագիտական աճ։ Աշխատանքը պատիվ է բերում մարդկանց, ապահովում արժանապատիվ կյանք։ Հայտնի գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը հետևյալ կերպ է խոսում աշխատանքի մասին։ Իր աշխատանքով մարդ պետք է արդարացնի այն շնորհը, որը ստացել էր բնությունից։ Իսկ Ղազարոս Աղայանը ասում է. աշխատանքը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծնությունը ծնողն է ամեն այմոնության։ Անկոծ մնացած հողի վրա հուսում են ամեն տեսակի անպիտան խոտեր, իսկ մշակվող հողը, որ նպատակ ունի շատերին սնունդ տալու, զարդարվում է ամեն տեսակի բարիքով։ Դեռևս պատմության ամենավաղ շրջանում այն ժողովուրդը աշխատանք սիրող է եղել։ Դա է պատճառը, որ ժողովուրդը իր երգերում, պարերում և գրական ստեղծագործություններում գովերգել է աշխատանքը։ Աշխատանքային բարերքերը ծիսական բարերի այն նմուշներն են, որոնք կորցնելով իրենց ծիսական նպատակադրումը վերածվել են կոնկրետ աշխատանքային բարերի, որոնցից են խմոր հունցելը, հաց թխելը, խնոցի հարելը և այլն։ Հայի գոյության կարևոր նախապայմաններից մեկը հացն է, որ ստացվում է երկրագործի ծանր աշխատանքի միջոցով։ Աշխատանքը, հութանը, ներկայանում է իբրև գոյության ինք, իբրև առատության աղբյուր, այն ընդհանուր հարգանքի ու մեծարման է արժանանում։ Պատահական չէ, որ նույն եկող ավանդությամբ հայ ժողովրդի բանահայտության մեջ աշխատանքին զոհված երգերի մեծ մասը կազմել են հութանին, վաղոցանքին, բերքավակին նվիրված երգերը։ Անգամ հայոց դյուցազնավեպում ժողովուրդ կյանքի մաս տեսնում է խաղաղ աշխատանքի մեջ և ատելության վերաբերվում թալանով կողոպտող ապրողների նկատմամբ, սեփական քրտինքով, արդար աշխատանքով վաստակած հացը համարվում է որպես սկզբում, որպես ընդունելի միակ միջոց։ Հացը սուրբ է։ Մեր լավաշ հացը մեր պարզությունն է, որ բաց ենք անում ամենքի առաջ։ Մեր լավաշ հացը մեր պատմությունն է, գրագի բոցում, թրծված ու հառած։ Տատի մի փոքր պատմես նույն եկող հացի լավաշի վերաբերող պատմությունների մասին։ Հացը ոչ միայն նյութական բարիք է, այլև հոգևոր սնունդ։ Հայ եկեղեցին հարուստ է իր աստվածապաշտական արարողություններով ու խորհուրդներով, որոնք կազմվել են մեր հայրի կողմից տարբեր ժամանակներում։ Այդ արարողությունների ու խորհուրդների մեջ մեծ տեղ է զբաղեցնում նաև հացը։ Հայի հացի արարման ընթացքն ավարտվում է նույնպես աղոթքով ու խնդրանքով։ Զհաց մեր հանապազոր, տուր մեզ այսօր։ Ըստ ավանդության խմորը հունցողը վերջում ձեռքով խաչ է անում խմորի վրա, իսկ հետո ծածկում են։ Խմորը հունցում է տան ավագ կինը, մեծ մայրը ու օգնում են ավագ հարսն ու հարևան կանայք։ Իսկ մենք սիրով կկատարենք հաց կթխենք գարիա երգը և կպարենք գյովանց պարը։ Հաց կթխենք
էշտա, էրշտա, արշտա եւ այլն։ Քանի որ խմորը պատրաստելը շատ դժվար է եւ շատ փին, մարդիկ խմորի վրա գցել են կտոր եւ ոտքի ուժեղ հարվածներով ունցել խմորը։ Էրիշտան կտրել են, հետո չորացրել։ Դե եկեք, կատարենք երիշտայի բարեջքը։ Ելենք երիշտի վրեն, զանգենք երիշտի վայրեն, մարդանցանք ու հոտորը, բնեցին ապշուն նորը, դրեք եկեք պարտնենք երիշտայի բոլորն։ Պաշտպան հրեշտակի, էս մի բուրը թրջուններին, էս մի բուրը մութ մորեխին, էս մի բուրը անցորդներին, էս մի բուրը արեգակին, լուսնյակին, լուսաստղին, դե հիմա սիրով ուղղտրենք հունցքի երգը։ Մեջանալեմ հասած գարին, մեջանալեմ հասած գարին, քանի կապեր փողը տանին, քանի կապեր փողը տանին, քանի կապեր փողը տանին, քանի կապեր փողը տանին։ Էլին չոնցքի երկ առանց բուլուր պայի։ Բուլուրը կարող է արտաշրջանի աշխատանքային պարերից մեկն է։ Պարանքները նվազապում են խոտը դիտելու շարժումներին։ Ամենագեղեցիկ, ցավոք նաև մոռացվող ավանդույթներից խնոցի հարելը։ Խնոցու մեջ լցվում է քամած կաթը, ռեժանը եւ հարում է իրայքան մինչև կարակտանը։ Խնոցուց հանած թանին պատրաստում են չորթան, կարակը հալեցնում է յուղ սարքում եւ այս ամենը ուղեցվում է երգով, պարով, արտասանությամբ, ինչը հիմա դուք սիրով ու կընտրեք։ Թանը հանի քամեցի, համով չորթան շինեցի, եղովապուր եփեցի, բետոն ուզես տվեցի։ Որն ուսումնասիրել, հավաքել է տարբեր շրջանների գութաներքերը, մշակել ու ներկայացել ոչ միայն հայ, այլև եվրոպացի հանրությանը, գութաներքերի մասին շատ է գրվել ու խոսվել, այն իսկապես հայկական ժողովրդական երգարվեստի գլուխգործոցներից է, սակայն ունի մի խորություն, մի շերտ, որն այժմ ամբողջովին բացահայտված չէ։ Այդ ամբողջ գործընթացը ուղեկցում է երգով, որն էլ կոչվում է գութան երգ կամ հորովել։ Հորովել անվանումը ծագել է առավել բառից, որը երկու արտի սահմանագիծը չերկվող հողաշերտն է։ Գութանավորը ձգտելով շուտ հասնել առավելին, այդ բառը միացրել է հո բացակայությանը եւ արդյունքում գոհացել է հորովել կապակցությունը եւ դրա մյուս կրճատ տարբերակներ։ Այս դասից հետո ես զգում եմ հպարտություն։ Այս դասի ժամանակ ինձ ամենաշատը դուր եկավ ընկերներից միասնությունը։ Ինձ զարմացրեց, թե ինչպես իմ ընկերները լավ պարեցին։ Մի բան, որ չհասկացա։ Ես չհասկացա, թե ինչպես ավարտվեց այս դասը։